Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, չնայած որ այսօր այդքան էլ ընդհատակից չի, ստիպված էի մեքենայի միջից, բայց ինչևիցե ուզում եմ այդ մեծ նիկոլական չաղ միֆի մասին խոսալ, միֆ, որի միջոցով փորձում են արդարացնել մեր պարտությունը, մեր երկրի միակողմանի զիջումները եւ դիվերսիան մեր մշակութային միջավայրի դեմ, բայց մինչև այդ միֆին անցնելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 191 եւ հավանել, տարածել ընդհատակի զրույցները։ Հիմա ինչ են անում։ Պարտությունից հետո հաճախ Հայաստանին համեմատում են այլ ավելի խոշոր պարտված երկրների հետ, օրինակ Գերմանիայի եւ Ճապոնիայի։ Ինչ են ասում։ Ասում են Ճապոնիան եւ Գերմանիան նույնպես պարտվել են, բայց չէ որ նրանք իրենց մեջ ուժ են գտել, վերականգնվել են, հրաժարվել են նախկին միֆերից, նախկին բարքերից եւ ավանդույթներից եւ վերականգնվել են, վերածնվել են հիմա, տեսեք ինչ զարգացած երկրներ են դարձել, աշխարհի ամենազարգացած երկրներն են։ Եվ հիմա ինչ են ասում նիկոլականները, Հայաստանն էլ նույն ճանապարհով պետք է անցնել։ Սա իսկապես միֆ է եւ նիկոլական միֆ է եւ այս միֆը սպասարկում է Ադրբեջանի քարոզչական պրոպագանդիստական ծրագրերին, ամբողջությամբ տեղավորվում է այդ քարոզչական ծիրի մեջ, թուրքական եւ ադրբեջանական, ինչի համար տեսեք, շատ սխալ է Հայաստանին համեմատել նացիստական Գերմանիայի եւ միլիտարիստական Ճապոնիայի հետ, ինչի համար, ինչի մեր եւ նրանց պարտությունը նույնը չի։ Գերմանիան եւ Ճապոնիան հանցագործ պետություններ էին։ Նրանք բազմաթիվ ծանրագույն հանցագործություններ էին գործել համայն մարդկության դեմ եւ այդ հանցագործ երկրները պետք է ոչնչացվեին, պետք է հողին հավասարվեին եւ նրանց ամբողջ մշակութային միջավայրը պետք է փոխվեր, քանի որ այդ մշակութային միջավայրը հակոտնյա էր քաղաքակիրթ կյանքի հետ ընդհանրապես այդ շովինիզմը, այդ մարտնչող մոլերանտ նացիոնալիզմը, նացիզմը, այդ ագրեսիվ միլիտարիզմը, հակասեմիտիզմը ի վերջո պետքա ոչնչացվեր, պետքա հողին հավասարեցվեր այդ մշակույթը։ Եվ դրա համար էլ շատ բնական է, որ նրանք պետքա նոր էջ սկսեին իրենց կյանքը։ Բայց հիմա այս նույն տրամաբանությամբ Ալիևն էլ է փորձում Հայաստանին նույնացնել այդ հանցագործ պետությունների հետ եւ ուղիղ ասում է այդ նացիստական հանցագործներից ավելի վատ հանցագործություններ են գործել հայերը, հայ օկուպանտները ճակերտների մեջ։ Եվ հիմա փաստորեն նիկոլականները, որ մեզ համեմատում են Գերմանիայի եւ Ճապոնիայի հետ, այդ նույն թեզն են սպասարկում, բայց ինչ հանցագործություն է մարդկության դեմ կամ տարածաշրջանի դեմ, տարածաշրջանի ազգերի դեմ գործել Հայաստանը։ Հայաստանը հանցագործ պետություն չի, Հայաստանը ընդամենը պաշտպանվել է Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան պատերազմը եւ հետագա բանակցային գործընթացը ավելի քան լեգիտիմ միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց էր։ Սկզբում հայերը ուզում էին հարցը լուծել էլի օրինական ճանապարհով, խորհրդային միության օրենքներով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանա սովետական Հայաստանին, հետո սովետը փլուզվեց, հայերը նորից շարունակեցին իրենց պայքարը, արդեն օրինական ճանապարհով առաջնային պլան մղելով ինքնորոշման իրավունքը, որը մեկը չի կարող ասել ինքնորոշման իրավունքը հակաիրավական է կամ անօրինական է կամ որևէ ժողովուրդ իրավունք չունի ինքնորոշման։ Դա բնական իրավունք է եւ այսինքն հիմա այդ նիկոլականները, նիկոլիզմը, մեր արդար ինքնորոշման պայքարը նույնացնում է նացիստական նացիզմի, շովինիզմի, միլիտարիստական Ճապոնիայի հետ, ինչը սխալ է։ Որն է էլի մեր որն է Օսմանյան կայսրության Թուրքիայի, Ադրբեջանի եւ մի կողմից եւ մյուս կողմից Ճապոնիայի եւ Գերմանիայի տարբերությունը։ Այն դեպքում Գերմանիայի եւ Ճապոնիայի պարագայում ֆաշիզմը եւ նացիզմը
պարտություն է կրել, հողին է հավասարվել եւ դրա համար նացիստները, ֆաշիստները ընդունել են իրենց մեղքը։ Իսկ այս դեպքում ֆաշիստները Նիկոլ Փաշինյանի նաեւ թողտվությամբ հաղթել են ճշմարիտ կողմին եւ հիմա իրենց ֆաշիստական արժեքները փորձում են պարտադրել մեզ, նաեւ մեզ համոզելով, որ մենք սխալ էինք մեր արդար պահանջներում, ինչը անթույլատրելի է։ Եթե մենք պարտվել ենք պատերազմում, չի նշանակում, որ մեր պայքարը արդար չէ, որ մեր պայքարը ճիշտ չէր։ Ղարաբաղյան շարժումը, ընդհանրապես մեր պահանջները արդար էին եւ տեղավորվում էին միջազգային հարաբերությունների եւ միջազգային իրավունքի տրամաբանության մեջ։ Նույնը կարող ենք ասել նաեւ ցեղասպանության պարագայում։ Հայատյաց, հայաֆոբ ֆաշիստները չեն պարտվել, հաղթել են, կապիտուլյացիայի չեն ենթարկվել եւ դրա համար չեն ընդունում իրենց ցեղասպանությունը, բայց դա չի նշանակում, որ ցեղասպանությունը չի եղել։ Չի նշանակում, որ մենք պետքա ապրենք իրենց խաղի կանոններով եւ սարսափած, վախեցած պայքարենք Արարատ լեռան դեմ, չգիտեմ, ծաղրուցանակի ենթարկենք ամեն ինչ, օրինակ, այս հազարամյակների պատմության ընթացքում այսքան մարդիկ են, չէ, եկել, անցել, գնացել Արարատյան դաշտով, ճանապարհորդներ, նվաճողներ, որևէ մեկի մտքով չէր անցել խորվիրապը պատկերել կամ ընդհանրապես խորվիրապը տեսնել հակառակ ուղղությամբ, այն հակառակ ուղղությամբ, որտեղ Մասիս սարը չի երևում, էլի խայտարակություն է եւ արդեն այս ամեն ինչը ծաղրել չի, էլի, չգիտեմ, սրանց վախը, սարսափը եւ Ադրբեջանին ու Թուրքիային ծառայելը արդեն ուր է հասնում, արդեն աբսուրդի է հասնում։ Սա է ուզում ասել եւ ուզում է հիշեցնել, որ մեր պայքարը արդար է եղել եւ մեր արդար պայքարը պետք է նույն տրամաբանությամբ, օրինականության եւ իրավունքի տրամաբանությամբ շարունակվի եւ մենք շարունակել ենք դա։ Այսքանը չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-ալիքին եւ հավանել, տարածել ընդհատակի զրույցները, լավ եղեք։